Ուրեմն սիրելի հայրենակիցի բարեկամներ, կոֆեները վեգալեք եկիք, սեղանները փռացան նստեք։ Իմ հետ դուս այք երեք կապի այն երեխան, որ Մասիս քաղաքում իրանց էծում էին։ Խոսել ենք ծնողի հետ, խոսել ենք երեխայի հետ, ամենակարևորը դուխ ենք տվել այդ երեխուն, որ իր խաթրին ոչ մեկ չի կարա կպնի։ Մասիս քաղաքում, Արտաշատ քաղաքում ապրող լիքը աղբերներ, լիքը ընկերներ, լիքը բարեկամներ, հարազատություն, կարճ ասած բոլորին։ Այն մարդիկ, ովքեր այս ընտանիքին գնում են, վախացնում են, չգիտեմ, գնացեք բողոքը հետ վեկալեք, 5000 դրամ փող կտանք, ուզում եմ ստեմ այդ անուն նշեմ, ինձ նշել են դե։ Վիկան այդ շորտիկով այդ աղջիկն է, որ 9 տարեկանից հաշվառված է ոստիկանությունում, այդ որ ծեծում է այդ երեխուն։ Եկեղեցու հայաթը, հələ ես չէի տեսել եկեղեցու հայաթը, ես քեզ այնպես կպատժեմ, որ դու չես էլ պատկերացնի։ Վիկան, մամայի անունը Լաուրա է, Մասիսի կայարանից են, տիկին Լաուրա, քո լակոտին դաստիրակի, ամենակարևորը սրբավայրի մոտ է գտնվում, մեր հորտան կողքը, մազերից քաշ է, տարե քցե, ծեծե, ոստիկաններն են հասել, մարդիկ են ասել, պատմել են, այդ ամեն ինչից տեղակ ենք, հետո զանգել եք, եկել եք, փող եք առաջարկել, ինչ-որ հանեք բան, ուշում է ձեր բողոքը բան, Չի պիտի հանի բողոքը, որ երեխուն բռնում են 3 հոգով ծեծում են, այ Լաուր, էտա քո դաստիարակությունը քո լակոտի, էնում ենք, սաղս տենում ենք, այդ երեխան մի հատ բան չարեց, սիրելի ժողովուրդ, ով որ ծեծվող այդ երեխան, իր պապան 44 օր մասնակից է մեր հող ու ջրի համար կռիվ տված, կյանքը տված մեր ազգի համար, իրան ասել են հալապ, Ածական եղել է հալապ այդ մարդու, Աստված հոգին լուսավորի լույսի մեջ պայի, այս երեխու խաթրին, հլը մեկը փորձվի, տղեկ ձեզ ա վերաբերվում, մոտիկանաք, հանկարծ, ես իմանամ այդ երեխու մեկը մոտիկա գնաց է, մի բան ասե, իզնից չնեղանաք, Մասիս քաղաքում ամենաշը ձեր ականջները կոլոր եմ արա, հանկարծ այս ընտանիքին մոտիկ չգաք, 6 երեխա են, անհեր մեծանում են, մաման էլ քրտնաջան իրենց երեխքին պամա հիվանդ կինա, Եթե փորձվի ինչ-որ մեկ է այս ընտանիքին մոտիկ գնաց, շան օրը կգցեն, շան օրը, արա սաղ աշխարհով, պուբլիշտի սաղ աշխարհով ման կգա, ձեզ չեն գտնի, պրոստը չեք հելնի տներից։ Էդի տենց, ուզում եմ վերջում ավելացնեմ, որ գնում եք ասում եք այդ տղեկին ասեք վիդեոները թող հանեն, մեզ ոչ մեկ չի կարասի վիդեո հանենք, դուք պիտի ներողություն խնդրեք ամայն հայությունից այդ երեխու ծնողից, որ չգնաք այդ մարդու տուն ինչ-որ հաթաթատակ, ուր է դրան ինչ էր, Վիկա, այդ 5000 դրամով կեթած ձեր տուն հաց կառնես ու կուտես, այդ մարդիկ ողորմելի չեն, հասկացար աղջի, անդասիրակ երևույթ, հլեն իրեք նկարողն էլ է, մեկը Արտաշատից է, երկուսը դեից են, չգիտեմ, սեզ մտ կույտեք ու սաղդ հաշվարված, ես ձեզ զգուշացրեցի, հլը փորձվի այս երեխուն այս ընտանիքին մեկը մոտիկ գնաց, իզնից չնեղանաք, That's it. Ուրեմն սիրելի հայրենակիցի բարեկամներ, կոֆեները վեգալեք եկիք, սեղանները փռացան նստեք։ Իմ հետ դուս այք երեք կապի այն երեխան, որ Մասիս քաղաքում իրանց էծում էին։ Խոսել ենք ծնողի հետ, խոսել ենք երեխայի հետ, ամենակարևորը դուխ ենք տվել այդ երեխուն, որ իր խաթրին ոչ մեկ չի կարա կպնի։ Մասիս քաղաքում, Արտաշատ քաղաքում ապրող լիքը աղբերներ, լիքը ընկերներ, լիքը բարեկամներ, հարազատություն, կարճ ասած բոլորին։ Այն մարդիկ, ովքեր այս ընտանիքին գնում են, վախացնում են, չգիտեմ, գնացեք բողոքը հետ վեկալեք, 5000 դրամ փող կտանք, ուզում եմ ստեմ այդ անուն նշեմ, ինձ նշել են դե։ Վիկան այդ շորտիկով այդ աղջիկն է, որ 9 տարեկանից հաշվառված է ոստիկանությունում, այդ որ ծեծում է այդ երեխուն։ Եկեղեցու հայաթը, հələ ես չէի տեսել եկեղեցու հայաթը, ես քեզ այնպես կպատժեմ, որ դու չես էլ պատկերացնի։ Վիկան, մամայի անունը Լաուրա է, Մասիսի կայարանից են, տիկին Լաուրա, քո լակոտին դաստիրակի, ամենակարևորը սրբավայրի մոտ է գտնվում, մեր հորտան կողքը, մազերից քաշ է, տարե քցե, ծեծե, ոստիկաններն են հասել, մարդիկ են ասել, պատմել են, այդ ամեն ինչից տեղակ ենք, հետո զանգել եք, եկել եք, փող եք առաջարկել, ինչ-որ հանեք բան, ուշում է ձեր բողոքը բան, Չի պիտի հանի բողոքը, որ երեխուն բռնում են 3 հոգով ծեծում են, այ Լաուր, էտա քո դաստիարակությունը քո լակոտի, էնում ենք, սաղս տենում ենք, այդ երեխան մի հատ բան չարեց, սիրելի ժողովուրդ, ով որ ծեծվող այդ երեխան,
Իր papan 44 օր մասնակից է մեր հող ու ջրի համար կռիվ տված, կյանքը տված մեր ազգի համար։ Իրան ասել են Հալաբ, ածական եղել է Հալաբ այդ մարդու, Աստված հոգին լուսավորի լույսի մեջ պայի։ Այս երեխու խաթրին, հələ մեկը փորձվի, տղեկ ձեզ է վերաբերվում, մոտիկանաք, հանկարծ ու հանկարծ, ես իմանամ այդ երեխու մեկը մոտիկա գնաց է, մի բան ասե, իզնից չնեղանաք։ Մասից քաղաքում ամենաշատը ձեր ականջները կոլորեմ արա։ Հանկարծ այս ընտանիքին մոտիկ չգաք։ 6 երեխա են, անհեր մեծանում են, մաման էլ քրտնաջան իրենց երեխքին պամա հիվանդ կին է։ Եթե փորձվի ինչ-որ մեկը այս ընտանիքին մոտիկ գնաց, շան օրը կգցեն, շան օրը, արա սաղ աշխարհով պուբլիշտի սաղ աշխարհով ման կգա, ձեզ չեն գտնի, պրոստը չեք ելնի տներից։ Էդի տենց, ուզում եմ վերջում ավելացնեմ, որ գնում եք ասում եք այդ տղեկին ասեք վիդեոները թող հանեն, մեզ ոչ մեկ չի կարող ասի վիդեո հանենք։ Դուք պիտի ներողություն խնդրեք ամայն հայությունից, այդ երեխու ծնողից, որ չգնաք այդ մարդու տուն ինչ որ հաթաթատակ։ Ուր է դրան ինչ էր։ Վիկա, այդ 5000 դրամով կեթած ձեր տուն հաց կառնես ու կուտես։ Այդ մարդիկ ողորմելի չեն։ Հասկացար աղջի։ Անդասիրակ երևույթ։ Հələ իրեք նկարողն էլ է, մեկը արտաշատից է, երկուսը դեից են, չգիտեմ, ասես մեծ կույտ է կուսաղատ հաշվառված։ Ես ձեզ զգուշացրեցի, հələ փորձվի այս երեխուն այս ընտանիքին մեկը մոտիկ գնաց։ Իզից չնեղանաք, that's it։